Ստան հանդես զորավարի ներս մտնելուն պես հարգանքի լռություն տիրեց սրճարանում։ Ի կանգնեց Ռոստոմ Զորյանը մոտեցավ զորավարին ողջունելու եւ հենց այդ պահին կողքի սեղաններից մեկում լսվեց. զորավար, Արևմտյան Հայաստանը փրկեցիր, ասողը գինովցած Շիրվանզադեն էր։ Այս խոսքին հաջորդեց ուժգին ապտակը զորավարից եւ Շիրվանզադեն հայտնվեց հատակ։ Ներող եղիր զորավար, գինովցած եմ։ Նրան դիմեց հայտնի դերասան Հովհաննես Աբելյանը։ Աբելյանն էլ Շիրվանզադեին գիրկն առավ ու դուրս հանեց սրճարանից։ Բոլոր ժամանակներում էլ հայրի մեջ եղել են այնպիսի մարդիկ, ովքեր կասկածել են, թե երբեմնի փառավոր անցյալը հնարավոր կլինի վերադարձնել։ Սակայն մեզանում միշտ գտնվելու են այն համարձակ պատվարժան մարդիկ, ովքեր հավատալու են այդ երազանքին եւ մղվելու են առաջ, որովհետեւ արդարություն